Հիմա էլ որոշել եք դու այդ ալեն թկողուղտով գնաք թուրքերից, ոնց էր ասում Ալեն ասում էր Թուրքիան է հովանավորը, չէ Հայաստանի անվտանգության, այդ գնում եք ձեր անվտանգությունը ապահովելու, ժողովուրդ նորից զոհ ունենք սահմանին երեխաները, երեխեքը, բանակ զորակոչվող տղաները չեն դիմանում այդ իրավիճակին, ինքնասպանությունները հասել է արդեն գագաթնակետին, բանակը ավերված է, Պապիկյան, փորդ ես մեծացնում օրորի, սահմանին զոհ ունենք, անհայտ պայմաններում էլի, խաղաղության խղճ ու քարոզիչներ, ամեն օր զոհվող տղա ունենք, ձեր այդ աղբեր թուրքերը կացին են սրում սահմանին, իսկ դուք չոք մարաղայի կոտորացի օրը գնացել եք թուրքերից խաղաղություն մուրալու, տվեցին գոնե լապ, տվել են լապեք, Թուրքիան ֆորում է կազմակերպում, որպեսզի հասկանա ովքեր են իր վասալները, ովքեր ոչ։ Թուրքիայի վախերը սրանում են հենց Ռուսաստանից, որովհետև լավ հասկանում է, որ ինքը ՆԱՏՕ-ի ամենաքանակով շատ զորքն ունի, բայց կարող է կորցնել Ադրբեջանի զգալի մասը, եթե հանկարծ ընդվզի Իրանի դեմ, որտև ընդեղ արդեն կոալիցիա գնալու են Ռուսաստանն ու Չինաստանը։ Եվ իր վախերից կորցնելու հայր, սա մեր ամենալավ շանսն է միավորվելու հին դաշնակիցների հետ ու հետ ստանալու ոչ միայն Արցախը, լսեք, ես այնպիսի մի բան չեմ ասում հիմա, որ դա հեքիաթի ժանրից լինի, աշխարհաքաղաքական պահ է սա, ու եթե մենք հանկարծ ընտրեն, մեր ժողովուրդ հանկարծ նորից հավատան Նիկոլի Կուկուռուզային հեքիաթներին, մենք կորցնելու ենք Հայաստանի զգալի մասը, հասկացեք վերջապես, կորցնելու ենք նաև Զանգեզուրը, հաջորդ նվիրատվությունը Նիկոլիկի լինելու է Քեմալի պայմանագրի, որտև կապ չունի, եթե Նիկոլը չլինի, Ալենն են դնելու, Ալեն չլինի, մի ուրիշ կապիկ կգտնեն դրա տեղը, նրանք ընդամենը մարիոնետկաներ են, Թուրքիայի մարիոնետկաներն են, ուրա քո այդ թրիպի ճանապարհը, ես թրիկի ճանապարհ եմ ասում, միշտ ուրա, օդս ցնդես չէ, որտև հերթական քո հեքիաթն էր, ու դա պրինցիպի չեր էլ կարա լիներ, չեր գործի, Հավանաբար սկսվելու է մասշտաբային պատերազմ Իրանի հետ, ու այդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն պահպանել մեր պետականությունը, այլև ունենալ, ետ ստանալ Արցախ, Նախիջևան, Ղարսիմի հսկայական մասը, ինչից որ Թուրքիան ամենաշատն է վախենում, հարկավոր է պահանջատեր լինել, պատերազմից վախենալ պետք չի, ոչ մի պատերազմում, ոչ մի հայ չի պարտվել, միշտ պարտվել են խաղաղ, դավաճանների ձեռքով, կոտորվելուց, ոչ մի եղերնի ընթացքում, ոչ մի եղերնի ժամանակ, ոչ Սնգայիթում, ոչ Բաքվում, ոչ 15 թվականին, պատերազմական իրավիճակ չի եղել, խաղաղ ժողովուրդին են կոտորել, որովհետև եթե հայը զենք է առնում, թուրքը լավ հասկանում է, որ ինքը ունի երկու ելք փախնելու կամ սատկելու, հիմա ՔՊ-ի համար գերխնդիր է միայն մի բան, մնալ իրա թորին, իրա համար դա գոյի խնդիր է, այլապես ցմահ դատապարտվելը մինիմումն է, հանրային դատավարությունը ամենապիկային սոսկալին իրենց համար, ուրեմն հարկավոր է բոլոր ուժերը, բոլոր հականիկոլական, հակաթուրքական, բոլոր նրանք, ովքեր որ Թուրքին համարում են թշնամի, անկախ նրանից ինչ հայացքներ ունեն այս կամ այն առաջնորդի հանդեպ, հարկավոր է միավորվել, առանց այս կամ այն առաջնորդին նկարը մեջտեղ բարձրացնելու, ուղղակի Նիկոլին հերքող պաստառներով համատեղ անել համահայկական մի հատ ցույց մեծ, համախմբված
բոլոր մեծ ու փոքր ուժերով ու թուրքերին քերել մեր կառավարության շենքից, մեր կառավարական աթոռներից, դրանից հետո կհասկանանք, կկողմնորոշվենք, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, Դավիթներ է ծնում դեռ, հայկական արգանդը բեղուն է